Մշտական հետապնդում, դռներից վրա պոստեր դնել։ Գյումրիի քաղաքապետի կյանքին վտանգ է սպառնում, ահազանգում է Վարդան Ղուկասյանի թեկնածությունն առաջադրած Կոմկուս խմբակցությունը։ Նրանք դիմել են Հայաստանում հավատարմագրված 25 երկրների դեսպաններին, պնդելով իշխանությունը վերջին օրերին առավել հետևողականորեն քաղաքական հաշվեհարդար եւ հետապնդում է իրականացնում Վարդան Ղուկասյանի նկատմամբ։ Նրանք վերջին զարգացումները կապում են նաեւ Փարաքարում տեղի ունեցած ընդդիմադիր ղեկավարի սպանության հետ, ինչը ԿՊ-ն կտրականապես մերժում է։ Ղուկասյանի խոսքով գործող իշխանությունը 2026-ի ընտրությանն պատրաստվելու ճանապարհին չի խնայում ընդդիմադիր գործիչներին ու այլախոհներին, մինչդեռ Փաշինյանը ԵԽԽՎ-ում հակառակի մասին էր խոսում։ Տիմ որևէ ընտրությունների արդյունքների հետ կապված բողոքի ակցիաներ չեն եղել։ Մի շարք համայնքներում հաղթել են ընդդիմադիր կուսակցություններ, ինչն ըստ էության անհնար էր 2018 թվականի հեղափոխությունից առաջ։ Իշխանության գալուց ի վեր քաղաքացիական պայմանագիրը չի հանդուրժում ընդդիմությանը, կարծում է Քրիստինե Վարդանյանն ու հիշեցնում Վանաձորի ընդդիմադիր քաղաքապետի 4 տարվա ազատազրկումը, Միքայել Բագրատ սրբազանների, նրանց աջակիցների դեմ ընթացող դատական գործընթացները։ Ոնց է ստացվում, որ ընդդիմադիր համայնքապետերը կամ հետապնդվում են ձեր օրոք կամ սպանվում են, ոնց որ սպանվեց Վալոդիա Գրիգորյանը։ Ոնց է ստացվում, որ այս երկրում պաշտպանված եք դուք, գերպաշտպանված։ Պաշտպանված է արցախահայություն տարածող բլոգերը, բայց ընդդիմադիր համայնքապետը, որի նկատմամբ կար լարվածություն, պաշտպանված չի։ Ընդդիմադիրների համոզմամբ իշխանությունը զբաղված է քննադատներին վարկաբեկելով եւ իրավապահ համակարգը գործի դնելով ընդդիմախոսների դեմ։ Մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական եւ հանրային դաշտից։ Փաշինյանի այս ելույթից հետո իշխանական падգամավորները մեկը մյուսի հետևից գրառումներ ու հայտարարություններ արեցին, իսկ 6 օր անց բարեկային ծառայության աշխատակիցները փորձում էին Ղուկասյանի զրահապատ մեքենան քարշակով ոստիկանական բաժանմունք տեղափոխել։ Պատահական չէ, կարգադրություն են ստացել, անում են, պնդում է Ղուկասյանը։ Մենք անգիր հասկանում ենք, թե սա որտեղից է գալիս, ինչ է գալիս։ Իրա հանձնարարական ընտրեք կատարում են, հետո միշտերը մարդիկ կան, ասում են ինչ անենք, մենք կրակնենք ենք սրանց ձեռքը։ Եվ քննիչականը, եւ դատախազությունը, եւ մնացած այդ բոլոր տեղերը պատահականություն է, չհասկացանք։ Լավ է։ Ըստ ընդդիմադիրների, Փաշինյանին անհանգստացրել են Գյումրիի եւ Փարաքարի տիմ ընտրության արդյունքները, որտեղ ընդդիմությունը հաղթել էր։ Հոկտեմբերի 1-ին Փաշինյանը հայտարարել է, թե այդ ընտրությունների արդյունքները կասկածելի են եւ բոլորը գիտեն, ով է ընտրակաշարք բաժանել։ Սա ժողովրդավարական չափանիշներից, խնդիրներից մեկն է, եւ մենք պետք է մեխանիզմներ ունենանք հետագայում նման դեպքերը բացառելու համար, որ մարդիկ ընտրակաշարք բաժանելով այդպես եւ վերջում էլ ըստ էության թյուրիմացաբար դառնան հասնեն այդ կարգավիճակին, բայց ես կարծում եմ, որ դա թյուրիմացություն է, որը հնդածս կշտկվի։ Նոյեմբերին տիմ ընտրություն է սպասվում Վաղարշապատում, որտեղ իշխանությունը փորձում է կանխել Գյումրիի եւ Փարաքարի սցենարի կրկնությունը։ Վարդան Ղուկասյանի խոսքով պայքարելը կարևոր է, բայց ոչ այդ ճանապարհով։ Այսպես երկիր չեն կառուցում, այս ես ասում եմ, հավատացեք ինձ, ոչ թե ինչ որ ես հիմա պաշտպանվում եմ կամ ինչ որ գումարների խնդիր եղե կամ բան եղե, այսպեսով երկիր չի կառուցվի։ Եթե ամբողջ աշխարհում կա մի մեթոդ, թողնել ազատ արդար ընտրություն։ Եվ դա չեն թողնում, եւ դրանից հետո էլ այսպես ռեպրեսիաներ են անում, այսինքն ինչ է նշանակում, դե ուրեմն փակեք են կուսակցությունները, մի կուսակցություն բացեք կամ երկու, ու այս ամեն ինչը վերջանա, մենք գիտենանք, թե որ երկրում ենք ապրում։ Քաղաքական մրցակցության դաշտում բախումը մտնում է նոր փուլ, թեև վարչապետը Եվրոպայի խորհրդում խոսում է ժողովրդավարության ամրապնդման մասին, ընդդիմադիր գործիչները դա տեսնում են որպես ճնշումների եւ վարչական լծակների կիրառման փորձ։ Իսկ մինչ Վաղարշապատի ընտրությունը ըստ ընդդիմադիրների Գյումրիի եւ Փարաքարի օրինակները ցույց են տալիս տեղական ինքնակառավարման մակարդակում պայքարը ոչ միայն քաղաքական, այլև իրավական հարթություն է տեղափոխվում։ Անի Աբաղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։